Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Դու Աստծուն ես պատկանում։ Իսկ դու Աստվածաշնչի ընթերցանությունը դարձրել ես քո հանապազօրյա հոգևոր հացը։ Եղել է, որ Սուրբ Գրքի ընթերցանության ժամանակ այնպիսի մի խոսքի կամ մտքի հանդիպես, որն այնքան է ներթափանցել սրտիդ խորքերը, որ անջնջելի հետք և բժշկարար ազդեցություն է թողել ողջ կյանքիդ վրա։ Սիրելի՛ բարեկամ, իմ կյանքի վրա նման ազդեցություն է թողել հետևյալ խոսքը, որը ընթերցում ենք Բ Տիմոթեոս 2:19 խոսքում. «Բայց Աստծու հաստատ հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. Տերը ճանաչում է նրանց, որոնք Իրենն են. նաև անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում»։ Տեր Աստծուն պատկանելն ամենակարևոր բանն է, որը կարող է լինել մարդու կյանքում։ Գողգոթայի խաչի վրա Տեր Հիսուս Քրիստոսի զոհի շնորհիվ Աստված որդեգրել է մեզ, Նրա խոսքին հավատացողներիս և Իր ընտանիքի անդամներն է դարձրել։ Այս փաստը գիտակցելն ինձ ուժ է տվել, երբ իմ կյանք են այցելել այնպիսի ժամանակներ, երբ մերժված եմ եղել անգամ ամենահարազատներից և անտեսված այնպիսի մարդկանցից, որոնց համարում էի իմ ընկերները և որոնք պետք է իմ թիկունքը պահեին։ Իմ կյանքի դժվարին իրավիճակներում Տեր Աստծուն պատկանելու իրողության գիտակցումը տրտմությամբ ու ցավով լցված իմ սրտի համար իսկական բալասան և բժշկարար յուղ է եղել։ Այդ վստահության արդյունքում գիտակցում ես, որ անկախ քո կյանքի իրավիճակից, սրտի ցավից և քո հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքից դու տեղ ունես Տեր Աստծու ընտանիքի մեջ։ Աստծուն պատկանող մարդկանց վրա հատուկ կնիք կա։ Դու այսօր կարող ես ստուգել՝ արդյոք այդ կնիքն ունե՞ս քեզ վրա, թե ինքդ քեզ անիրական և անհիմն միտք ես ներշնչել, թե պատկանում ես Աստծուն։ Անիրավությունից թող հեռանա ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում։ Բոլոր Քրիստոսի անունը կանչողները, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց քրիստոնյա են կոչում, պետք է հստակ ունենան այս կարևորագույն հարցի պատասխանը. «Ես ամեն ջանք անում եմ իմ կյանքից մեղքն ու անիրավությունը հեռացնելու համար, թե ապրում եմ սիրելով, թաքցնելով կամ արդարացնելով իմ կյանքում առկա մեղքն ու անիրավությունը»։ Ես և դու իրականում գիտենք այս կարևոր հարցի պատասխանը։ Եթե մենք մեր ամբողջ սրտով հավատում ենք Տեր Հիսուսին ու Նրա ուսուցանած սկզբունքներին, որոնք սահմանում են, թե որն է մեղքը և անիրավությունը, և ամեն բան անում ենք դրանք մեր կյանքից հեռացնելու համար, ուրեմն մենք Աստծուն ենք պատկանում։ Իսկ եթե մենք սիրում ենք մեղքը, ծածկում այն կամ արդարացնում դրա ներկայությունը մեր կյանքում, ապա ոչ մի իրավունք չունենք պնդելու, թե մենք Աստծուն ենք պատկանում։ Իմ կյանքն իրապես փոխվել է աստվածաշնչյան այս խոսքերի փոխանցած ճշմարտությունից։ Հրաշալի է գիտակցել և Աստծու անսխալական ու անխախտ Խոսքի հիման վրա համոզվածություն ունենալ, որ կա Մեկը, Ում համար դու ցանկալի ես, Ով սիրում է քեզ և ընդունել է քեզ Իր ընտանիքի մեջ։ Դու կարիք չունես հոգսանելու այն մասին, թե ում կողմից ես մերժված և ովքեր են, որ ամեն բան անում են, որ ցավեցնեն քեզ իրենց չարախոսություններով, բամբասանքներով ու վերաբերմունքով։ Դու պատկանում ես Քրիստոսին։ Դու կարող ես ապրել քո երկրային կյանքը լի հույսով, խաղաղությամբ և ապահովությամբ։ Դու կարիք չունես անհանգստանալու, թե կարող ես լքված ու դավաճանված լինել քո շրջապատի մարդկանց և անգամ չարախոսների ազդեցության տակ ընկնող ընկերների կողմից։ Եվ, ի վերջո, գուցե նաև մենակ մնալ։ Աստված քո Հայրն է, Ով երբեք չի լքի քեզ։ Քո կյանքի ողջ ընթացքում Աստված հավատարիմ կերպով սիրելու է քեզ (տե՛ս Բ Օրինաց 31:6 խոսքը)։ Դու կարիք չունես անհանգստանալու այն մասին, թե ով հոգ կտանի քեզ համար։ Աստված Իր Խոսքով հաստատում է, որ Իր ծրագրերը քեզ համար խաղաղության ծրագրեր են։ Քեզ արարողն ու կյանք տվողը Նա է։ Ուրեմն ապագայիդ համար անհանգստանալու և հոգսանալու փոխարեն հնազանդվի՛ր այն ամենին, ինչ Աստված է ասում։ «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29:11)։ Դու Աստծուն ես պատկանում։ Աստված քեզ հետ է։ Մի՛ վատնիր կյանքդ կասկածի տակ դնելով այդ փաստը։ Նա լավագույն ծրագրերն ունի քո ապագայի վերաբերյալ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, լսի՛ր, թե ինչ է Աստված քեզ ասում։
Եսայիայի մարգարեության 43:1-2 «Մի վախեցիր, որովհետև ես փրկել եմ քեզ. քո անունով եմ ես կանչել քեզ, դու իմն ես. երբ խորը ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ»։ Խորհի՛ր այս հիասքանչ խոստման շուրջ և ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ, որ ես Քո որդու թանկ ու պատվական արյան գնով գնված զավակներիցդ մեկն եմ։ Իմ Աստված, ես Քեզ եմ պատկանում և ես սիրում եմ Քեզ։ Շնորհակալ եմ, որ Դու իմ անսասան ապավենն ես։ Գիտեմ, Տեր, որ Դու միշտ իմ կողքին ես։ Շնորհակալ եմ, իմ հոգատար Հայր։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամեն»։ Ուզում եմ, որ ևս մեկ անգամ խորհես այս մասին։ Աստված սիրում է քեզ։ Քո կյանքն անասելի մեծ արժեք ունի Նրա համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կաս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։